Արմլյուրին հասած տեղեկությունների համաձայն չի բացառվում, որ հուլիսի 4-ին գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը գա ազգային ժողով Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ կալանավորելու միջնորդությամբ։ Նշենք, որ Արմլյուրն ավելի վաղ հայտնել էր, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դիմում կներկայացնի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին, միջնորդելով, որ խորհրդարանը թույլ տա քրեական գործ հարուցել ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ։ Նշենք, որ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն համատարած խուզարկություններ էր սկսել Սրբազան պայքարի մասնակիցների տներում, ինչի արդյունքում 10-ից ավելի անձ ձերբակալվել էր եւ ըստ պաշտոնական թվերի այս պահին կալանավորվել է 15 անձ։ Ըստ նախաքննական մարմնի շարժման մասնակիցները եւ ղեկավարները պլանավորել էին Հայաստանի Հանրապետությունում իրականացնել ահաբեկչական եւ իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։ Այս քրեական վարույթի շրջանակներում խուզարկել են ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի տունը ու չի բացառվում, որ հաշվի առնելով, որ նա Սրբազան պայքարի առաջնորդներից էր, գլխավոր դատախազն անձամբ կգա Արթուր Սարգսյանի հետևից։ Արմլյուրը դիմել էր գլխավոր դատախազություն հասկանալու համար արդյոք նման գործընթաց է սկսել գլխավոր դատախազը թե ոչ, ի պատասխան հայտնեցին՝ չենք մեկնաբանում։